Ամեն տարվա գոչին։ Դեկտեմբերի վերջին տասնօրյակին Սաթենիկ տատը աչքաթող է անում հավերին, շանը, ոչխարներին, անգամ կովին և զբաղվում է մաշող խոզով։ Սաթենիկ տատը նույն անունն է տալիս ամեն տարվա գոչուն։ Ամեն տարի Դավիթ որդին անտառապահ Սիմոնի մերունի տակից կտրում բերում է մեկ ամսական գոչուն և Սաթենիկ տատը անցած տարվա նման, նախանցած տարվա նման անունը դնում է Մաշո։ Թվում է արդեն 20 տարի Սիմոնը նույն մերունն է պահում, Դավիթը 20 տարի նույն գոչին է բերում։ Երբեք չի պատահել, որ Դավիթը աշխատանքից գալիս ձեռքի հետ բերի գոչին, ինչպես գյուղի ճաշարանից միս է բերում։ Չի եղել, որ մտնի տուն ու ասի «Գոչին բերել եմ, գնացեք տեսեք»։ Այդ բանին պատրաստվում են նախօրոք։ Ապրիլի սկզբներից տնեցիները, մեծ ու փոքր, արդեն գիտեն, որ իրենց Մաշոն, այսինքն ոչ թե Մաշոն, այլ Սիմոնի մերունի 8, 9 կամ 10 խոչկորներից մեկը, դեռևս անանուն ու մյուսներից չջոկվող, մոր կուրծքը դնչահարելով մեծանում է։ Մաշոն մեծանում է իր նմանների մեջ վաղօրոք կնքած անունով, անունն ու ինքը ապրում են առանձին, քանի դեռ անտառապահ Սիմոնը չի բռնել նրա հետին ոտքերից Դավթի պահած պարկը գցելու համար։ 8, 9 կամ 10 խոչկորներից մեկը սպրդում է անտառապահ Սիմոնի ձեռքից և Մաշո անունն ընկնում է այդ մեկի վրայից։ Ուրեմն կարելի է ասել, որ 8, 9 և 10 Մաշո մոր կրծքերը դնչահարելով մեծանում են և հենց որ անտառապահ Սիմոնը բռնեց մեկի հետին ոտքերից, մնացած բոլորի վրայից անունը ընկնում և կպչում է այդ մեկին։ Մաշո գոչին մորական կաթի համն ու հոտը ռունգներին դեգերում է անծանոթ բակում, շուլալվում է երեխաների ոտքերին, դունչը կսմսում է ամեն փափուկ բանի, մինչև որ սովորում է գարու ալյուրի շիլային, ապա և գարուն, ոտքերը քիչ-քիչ պնդանում են, խելքը գլուխն է գալիս և սկսում է դնչով հողը փորել։ Բակում վխտացող կենդանական աշխարհից միայն Մաշոն է, որ չի վախենում շղթայակապ շնից։ Բայց նրա խիզախությունը գնահատող չկա, նրա խիզախությունը իզուր է անցնում, որովհետև սևուկ շունը բացահայտ արհամարում է նրան, չի հաչում վրան կերամանին մոտենալիս, անգամ չի գրմռում ոսկոր կրծելիս, այլ միայն խրատելու պես թաթով հասցնում է համառ ու երկար դնչին, հասկացնելու համար, որ ոսկորը նրա ցեղի կերակուրը չի, թող գնա իր ուտելիքը ճարի։ Առհասարակ բակում ամեն կենդանի արարած կամ զվարճանում է Մաշոյի հիմարությունների վրա կամ արհամարում։ Միայն Սաթենիկ տատն է, որ սիրում է նրան։ Եվ Մաշոն հասկանում է դա։ Ամեն տարի, ամեն նոր Մաշո հասկանում է։ Մաշոն հասկանում ու արդեն պոկ չի գալիս Սաթենիկ տատից։ Սաթենիկ տատը լեզու է սովորեցնում նրան։ Ասում է. «Մաշո ջան, ժամանակ չունեմ, գնա քո բանին»։ Եվ Մաշոն գնում է իր բանին։ «Մաշո, գնանք մի քիչ էլ կանաչ արածի»։ Եվ Մաշոն պոչը ոլորելով ընկնում է առաջ։ Պարկիր, պարկում է, վեր կաց, վեր է կենում։ Սաթենիկ տատի փեշերից կաթի բույր է գալիս։ Եգիպտացորենի, գարու գժվելու բույր է գալիս։ Բույրերը առած ռունգերին Մաշոն քայլում է տատի կողքով։ Գնում է կանաչ արոտի։ «Մաշո ջան, արի լուսերի դռնով գնանք», ասում է Սաթենիկ տատը և թեքվում գնում է լուսերի դռնով անցնելու։ Լուսերը անատամ նայում է Մաշոյին և ասում է. «2 ամիս էլ որ պահեք, 2 փութ մաքուր միս կունենա»։ «Կունենա», ամեն անգամ խոսքը անպատասխան չթողնելու համար ասում է Սաթենիկ տատը։ Ամեն անգամ ասում է վախով, թե Մաշոն հանկարծ կհասկանա։ «Մաշո ջան», գոչու հետ խոսում է Սաթենիկ տատը, չգիտես, որ ծնվածդ օրից մարդիկ քեզ շամփուրի վրա են տեսնում։ Քո մեծանալը շամփուրներով են չափում, թե իմանայիր, կթքեիր նրանց տված գերի վրա, որ վերջում քթից տեն բերելու։ Ինչ լավ է չգիտես, Մաշո ջան։ Նոր տարու նախորդող կիրակի օրը խոզերի կոտորած է սկսվում գյուղում։ Ում կերը վերջանում է, չի էլ սպասում կիրակուն։
եւ դեկտեմբերի սառնաշունչ օդը թրատվում է այս ու այնտեղից լսվող օրհասական ճղճղոցներից։ Այդ օրերին ամեն առավոտ, քանի դեռ չեն արթնացել դանակավոր մարդիկ, քանի դեռ Մաշոյի հերթը չի հասել, Սաթենիկ տատը գոչուն առնում դուրս է գալիս գյուղից։ Սաթենիկ տատը չի ուզում, որ Մաշոն այդ աղմուկի ամբողջ սարսափը հասկանա։ Սաթենիկ տատը գյուղից դուրս շրջում է Մաշոյի հետ եւ խոսում է հետը. «Մաշո ջան, համբերի Գոջի ջան, եկող տարի քեզ լավ կպահեմ, օրու մեջ կլողացնեմ կքերեմ, ալյուրը կմաղեմ ճաշդ եփելուց առաջ, ամեն օր արոտի կբերեմ, ամենալավ պատառը քեզ կտամ, համբերի Գոջի ջան, համբերի մինչև եկող տարի»։